Պաղեստինյան Համաս շարժումն առավոտյան ազատ է արձակել 7, իսկ մի քանի ժամ անց մնացած 13 իսրայելցիներին, որոնք պատանդարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ եւ 2 տարի անց հիմա արդեն միացել են իրենց ընտանիքներին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասն ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայն նաև Իսրայելին է հանձնել 28 պատանդների դիերից 4-ը, իսկ մնացածը կփոխանցի ավելի ուշ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել պաղեստինցի 250 դատապարտյալի եւ 1700 կալանավորի, որոնք տեղափոխվել են Ռամալլահ, Խան Յունիս եւ Գազայի այլ բնակավայրեր։ Շատ երջանիկ եմ, աննկարագրելի զգացողություն է։ Մենք հույսը չէինք կորցնում եւ դրա շնորհիվ ամուր էինք, փառք Աստծուն։ Մենք ուզում ենք պետություն կառուցել։ Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, շնորհակալ եմ Աստծուն, մենք սպասում էինք այս ուրախությանը։ Մեզ վրա մեծ հոգեբանական ճնշում էր գործադրվում։ Երդվում եմ, մինչև վերջին պահը չէի հավատում, որ կազատվենք։ Թել Ավիվի պատանդների հրապարակում վաղ առավոտից հազարավոր մարդիկ էին հավաքվել տոնելու պատանդների ազատ արձակումը։ Այսօր ուրախ եմ, որովհետև նրանք տուն են վերադառնում, որովհետև այս արյունալի ողբերգական պատերազմը դադարել է, որովհետև սա նոր օր է, նոր օր այս տարածաշրջանի, աշխարհի համար։ Այսօրվան այնքան երկար եմ սպասել, 2 տարի։ Ես այստեղ եմ ողջ ընտանիքիս, կնոջս, դստերս, որդուս եւ հորս հետ։ Մենք գալիս ենք ամեն շաբաթ։ Մեզ համար շատ կարեւոր է այստեղ լինելը։ Մենք շատ ուրախ ենք։ And today is a happy day. We've been fighting for so long. We've been advocating. Այնքան երկար ենք պայքարում, մասնակցում ենք հանրահավաքների, անում ենք ամեն ինչ, որ նրանց տուն բերենք։ Նրանք ասես մեր ընտանիքի անդամներ լինեն, նրանց չենք ճանաչում, չենք հանդիպել, բայց նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ But we know them. They are our brothers and sisters. Այս ֆոնին ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Իսրայել, ելույթ ունեցել խորհրդարանում։ Դոնալդ Թրամփը նախ գովեստի խոսքեր ասաց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասին, ում ՄԱԿ-ի հետաքննական հանձնաժողովը մեղադրում է Գազայում ցեղասպանություն իրագործելու համար։ Ապա Թրամփը հայտարարեց, որ սա մեծ ուրախության եւ աճող հույսի օր է։ Զենքերը լռում են, սա նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսն է, ասաց Թրամփը եւ հույս հայտնեց, որ տարածաշրջանում խաղաղությունը կլինի հավերժ։ Սա հիմա շատ նշանակալի ժամանակ է Իսրայելի եւ ողջ Մերձավոր Արևելքի համար, քանի որ ողջ Մերձավոր Արևելքում տասնամյակներով քաոս, ահաբեկչություն եւ ավերածություն տարածող ուժերը այժմ թուլացած, մեկուսացված եւ լիովին պարտված են։ Թրամփի ելույթի ժամանակ ընդդիմադիր падգամավորներից մեկը ցուցապաստառը պարզած բղավեց. «Ճանաչեք Պաղեստինը», ինչից հետո անվտանգությունը արագ դուրս հանեց նրան։ Քնեսեթում ելույթ ունեցավ նաև Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ այսօրը եւ Թրամփի անունը կգրվեն պատմության մեջ, իսկ Թրամփի խաղաղության ծրագիրն անվանեց կարևոր քայլ երկարատև խաղաղության ուղղությամբ։ Ապա Նեթանյահուն նշեց, որ հավատալին է խաղաղությանը եւ շնորհակալություն հայտնեց Թրամփին, նշելով, որ նա Սպիտակ տանը Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ բարեկամն է։ We welcome you here to thank you for your pivotal leadership in putting forward a proposal. Շնորհակալ ենք ձեր վճռորոշ առաջնորդության համար, որ առաջ քաշեցիք առաջարկ, որին աջակցեց գրեթե ողջ աշխարհը, որը տուն է բերում մեր բոլոր պատանդներին, վերջ դնում պատերազմին, նպաստում, որ հասնենք մեր բոլոր նպատակներին։ A proposal that ends the war by achieving all our objectives. ԱՄՆ նախագահն ավելի ուշ հանդիպել է պատանդների ընտանիքների հետ, ինչից հետո մեկնել է Եգիպտոս, որտեղ կհամանախագահի խաղաղության գագաթնաժողովը, որի նպատակն է վերջ դնել Գազայի պատերազմին եւ կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Շարմ էլ-Շեյխում կայանալիք միջոցառմանը, որին կմասնակցի մոտ 20 երկրի առաջնորդ, այդ թվում Հայաստանի վարչապետը, կստորագրվի նաեւ փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացումը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն միջոցառմանը չի մասնակցի։ 2023 թվականի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67,000 պաղեստինցի է սպանվել, վիրավորվել ավելի քան 169,000-ը։ Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ։